Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, մեղքի եւ մահվան իշխանության մասին է։ Ավելի ճիշտ գրիտ, ինչ պատկեր ունեն այն մարդիկ, որ գտնվում են մեղքի եւ մահվան իշխանության տակ։ Եվ երբ որ մտորում էի սրա մասին, Սուրբ Հոգին բերեց այս դիպուկ օրինակը, որպեսզի մենք տեսանելիորեն կարողանանք հասկանանք ինչ է կատարվում մեր կյանքերի մեջ, որովհետև Տեր Հիսուսն ինքն էլ միշտ երկնային բաները, երկրավոր բաների օրինակներով էր խոսում, որ մարդկանց հասկանալի լինի։ Եվ հիշեցի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանված այդ ֆիլմերը եւ մանավանդ Եվրոպայում, Ֆրանսիայում հանված ֆիլմերը, որ ավելի դիպուկ են եւ ավելի ցույց են տալիս այդ ատելությունը հրեաների հանդեպ։ Եվ ինչ էին անում ֆաշիստները։ Երբ որ մտնում էին այդ քաղաքը, գնում էին միանգամից հրեաների տուն եւ մանավանդ հարուստ հրեաների տուն եւ ընտրում էին ամենագեղեցիկ տունը եւ ոտքով տալիս էին դուռը բացում եւ մտնում էին եւ այդ մարդկանց կամ տեղում սպանում էին կամ աքսորում էին եւ այդ տունը դառնում էր իրանց սեփականությունը։ Եվ այս օրինակ, այս պատկերը եկավ իմ առջև եւ բնականաբար դա էլ սատանայի ձեռագիրն էր եւ սատանայի վարվելակերպն էր, այդ ֆաշիստական այդ ժամանակահատվածը, որ ապրեց Եվրոպան եւ ամբողջ աշխարհը, եւ հոգեվորապես նույն բանը կատարվում է բոլոր այն մարդկանց կյանքերում, ովքեր գտնվում են մեղքի եւ մահվան իշխանության տակ։ Սատանան երբ ուզում է, ոնց ուզում է, գալիս է այդ մարդկանց տները եւ ոտքով դուռը ջարդելով մտնում է եւ ինչ ուզում անում է այդ տան մեջ, բնականաբար իր ետևից ավիրում է գալիս, կործանում է գալիս, որովհետեւ սատանան գալիս է գողանալու, կործանելու եւ սպանելու համար։ Լավ բանի համար երբեք սատանան չի գալիս։ Եվ բոլոր այն մարդիկ, որ գտնվում են իր իշխանության տակ, մեղքի եւ մահվան իշխանության տակ, այդ մարդիկ ձայնազուրկ են։ Ինչքան ուզում ես դու կգոռա, ինչքան ուզում ես, ինչ ուզում ես արա, սատանան քո ձայնը չի լսում, որովհետեւ դու համարվում ես իր սեփականությունը, քո տունը, քո հարազատները, քո զավակները, քո ծնողները, բոլոր այն մարդիկ, որ քո սրտի համար թանկ են, սատանայի կեղտոտ գործերի համար ուղղակի գործիք են։ Եվ ինքը գալիս է իր ուզած ժամանակ եւ անում է ինչ որ ուզում է եւ իր կեղտոտ հետևանքները թողալով այդ ավերումները քո տան մեջ թողնելով խռովություն, հայհոյություն, տուր ու դմփոց եւ ամենավատ բաները եւ ատելություն բնականաբար այդ անարգանք է տան մեջ, խռովություն է տան մեջ եւ թողնում գնում է մինչեւ որ նորից իր ուզած օրը, իր ուզած ժամը նորից գալիս է եւ ոտքով բացում է քո տունը եւ ասում է «Այստեղ իմ իշխանությունն է, այստեղ ես եմ ասողը»։ Եվ պիտի խոստովանենք, որ ինքը իրավունք ունի այդ խոսքերը ասելու, քանի դեռ դու գտնվում ես մեղքի եւ մահվան իշխանության տակ։ Սրա համար է Տեր Հիսուսն ասում «Կանչեք իմ անունը»։ Գիտես, մինչեւ չկանչես Տեր Հիսուսի անունը, դու մնալու ես այդ իշխանության տակ։ Հիսուս Քրիստոսն ասեց ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ հանգստություն կտամ։ Որտեղից ինձ մոտ եկեք։ Այդ մեղքի եւ մահվան իշխանության տակից ինձ մոտ եկեք։ Քանի դեռ դու գտնվում ես այդ իշխանության տակ, դու ձայնազուրկ ես։ Դու չես կարող սատանային իր տեղը ցույց տաս։ Դու չես կարող ասես ետից գնաս սատանա, դու իմ հետ մաս ու բաժին չունես։ Սատանան կասի ստոպ։ Ես եմ քո Տերը, ես իշխանություն ունեմ։ Դու գտնվում ես մեղքի եւ մահվան իշխանության տակ, որտեղ Ադամը եւ Եվան այդ իշխանությունը ինձ նվիրեցին։ Բայց Հիսուս Քրիստոսն ասում է այդ իշխանությունը, սիրելիս, ես քեզ վերադարձրեցի, արի ինձ մոտ, իմ անունը կանչի, որպեսզի այդ իշխանությունը ես քեզ տամ, որ դու սատանային դեմ կենաս։ Եվ սատանայի առջև փակես քո տան դուռը, քո սրտի դուռը, քո մտքի դուռը, քո ամբողջ կյանքը փակես իր առջև։ Եվ թույլ չտաս, որ ինքը գա եւ ինչ ուզի անի քո կյանքի մեջ։ Բայց պայմանը քո խոստովանությունն է, պայմանը Հիսուս Քրիստոսի անունը կանչելն է։ Այսօր, սիրելիս, արա այդ աղոթքը, որպեսզի սատանան հավիտյան պարտված լինի քո առջև Հիսուս Քրիստոսի թափված արյան շնորհիվ։ Դու չես հաղթողը եւ ես չեմ հաղթողը։ Հիսուս Քրիստոս 2000 տարի առաջ հաղթել է եւ այդ հաղթությունը հռչակել է եւ դա հավիտենական հաղթանակ է։ Եվ քեզ մնում է, որ միայն ընդունես այդ հաղթությունը, որ քեզ համար էր այդ հաղթությունը, եւ ապրես այդ հաղթական կյանքը Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ տրված եւ մեռելներից հարության շնորհիվ տրված այդ հաղթական կյանքը դու ապրես։
բայց պիտի կանչես այդ անունը, բայց պիտի խոստովանես քո մեղքերը եւ ընդունես Հիսուս Քրիստոսի աստվածությունը եւ իր Տեր լինելը քո կյանքի մեջ։ Սիրելիս, արա այդ աղոթքը, կանչիր Տիրոջը, այդ մեղքի ու մահվան իշխանության տակից դուրս արի եւ սատանային իր տեղը ցույց տուր։ Գիտես որտեղ է սատանայի տեղը։ Ծծումբի կրակով այրված լիճը։ Եվ դու իրավունք ունես հռչակես այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսն ասեց։ Տերը պիտի գա, Հայտնության գիրքը վկայում է, որ սատանային եւ իր չար հրեշտակներին ղրկելու է այդ ծծումբով արված կրակի լիճը, որտեղ որ ինքը քո ձեռքը բռնած ուզում է քեզ տանի, որտեղ ինքը գիտի, որ ինքը ընդեղ է գնալու, ինքը իր ճակատագիրը չի կարող փոխել, բայց քո ճակատագրի հետ ուզում է խաղա եւ ուզում է քեզ տանի այդ ծծումբի կրակներով լիճը։ Սիրելիս, դու ընդեղ անելիք չունես, դա սատանայի համար է պատրաստված։ Քո տեղը երկնային արքայությունն է։ Հիսուս Քրիստոսն ասեց, ուր որ ես եմ, դու էլ ինձ հետ այնտեղ ես լինելու։ Եվ քո տեղը Հիսուս Քրիստոսի փառքի մեջ է, Հիսուս Քրիստոսի մոտ է քո տեղը։ Միայն թե կանչիր նրա անունը, կանչիր եւ ազատագրվիր հավիտյան մեղքի եւ մահվան իշխանությունից եւ սատանային իր տեղը ցույց տուր եւ ասա, ետից գնա սատանա, դու ինձ հետ մաս ու բաժին չունես։ Իմ տան թագավորը Հիսուսն է, իմ սրտի թագավորը Հիսուսն է, իմ Տերը Հիսուսն է, իմ երեխեքիս, իմ ծնողներիս Տերը Հիսուսն է։ Ինձ հետ դու մաս ու բաժին չունես սատանա։ Մերժիր սատանային, դեմ կաց սատանային եւ մտիր Հիսուս Քրիստոսի հովանու տակ, Հիսուս Քրիստոսի սուրբ արյան ծածկոցի տակ մտի, սիրելիս, խոստովանելով մի անկեղծ աղոթք եւ դու կատարելապես ազատագրված կլինես այդ ստերից եւ այդ մեղքի ու մահվան իշխանությունից։ Կանչիր Տիրոջ անունը եւ եղիր օրհնված։